Ողջույն, Alpha News-ի տաղավարում կրկին մշակութային հանդիպումներն են եւ այսօր նույնպես մեր տաղավարում հյուրընկալել ենք մի հրաշալի հայուհու կին, ով երկար տարիներ շարունակ Սփյուռքում ստանձնել է շատ պատասխանատու եւ կարեւոր գործունեություն, պահպանել հայ ազգային հայկական ժողովրդական պարը։ Եվ այսպես մեր տաղավարում է հայորդիկ անսամբլի հիմնադիր գեղարվեստական ղեկավար Անահիտ Սարգսյանը։ Բարև ձեզ։ Ողջույններս Մարինա ջան։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեզ մոտ ասելիքները միշտ շատ են, բայց այսօր մասնավորապես կխոսենք առաջիկա փառատոնի մասին, ընդհանուր առմամբ հայկական ժողովրդական ազգային պարի մասին եւ կուզենամ սկսել հենց այս գեղեցիկ նորությամբ։ Կխնդրեմ կիսվել այս վկայականը, որ վերջերս եք ստացել, շատ կարևոր եւ հպարտանալու, այսպես առիթ հանդիսացող երևույթ է, որ միակը Մոսկվայում հայորդիկ ունի։ Այո, դա այդպես է, իրականում ես շատ հպարտանում եմ, որ դա մեզ ստացվեց, մեզ հաջողվեց ունենալ նման վկայական ստանալ հենց Մոսկվա քաղաքից, պետական այսպես կարգավիճակ ունենալով, որը տրված է այս անգամ 3 տարով։ Մինչ այդ մենք ունենք որպես Մոսկվայի առաջատար կոլեկտիվ, որը տրվում էր մի տարով, եւ դա հենց այնպես չէր տրվում, որովհետեւ մենք մասնակցում էինք եւ ռուսական եւ նաեւ տարբեր ազգերի խմբերի հետ մրցույթ կար, որ այդ մրցույթին մենք մասնակցում ենք եւ այդ մրցույթի շրջանակներում նստած էր հանձնաժողով, բարձրակարգ որակի հանձնաժողով եւ այնտեղ որոշվում էր, թե ով պետք է հաջորդ տարին լինի արժանանա նման մրցանակի, նման կարգավիճակի ներողություն եւ մենք 3 տարի ունեցանք առաջատար կոլեկտիվ, դա այսպես ունի իր ժամկետը։ Նրանից հետո արդեն մեր հաջորդ հայտը, որ ներկայացրել ենք, արդեն այս 3 տարով ունենալ ուրեմն Մոսկվա քաղաքի ստեղծագործական կոլեկտիվ կոչումը։ Սա 3 տարով է, ինչպես ասեցի, նրանից հետո մենք ունենք էլի առաջ գնալու տեղ, որ էլի պիտի մեր աշխատանքի շնորհիվ դա երևա, դա մենք անցնում ենք մրցույթի շրջանակներում, որը տեղի ունենում նոյեմբեր ամսին եւ հունվարին մենք արդեն իմանում ենք դրա մասին, մարտին հանձնում են այսպես շատ պաշտոնական պայմաններով, որը իհարկե կարծում եմ մեզ բոլորիս շատ հաճելի պիտի լինի, այս պահին հայորդիկն է ստանում, հաջորդ պահին մյուս հայկական կոլեկտիվը կստանա, ես կարծում եմ, որ հիրավի հպարտության կարիք կա։ Իսկ ինչ են տալիս նման կարգավիճակները, մասնավորապես կոլեկտիվին, ձեզ եւ արտիստներին, որ ապարում են անսամբլը։ Ես ասեմ շատ բան են տալիս, բայց որ առումով շատ բան, այսինքն որ դու մինչև այդ այսպես հանգիստ քո գործը առաջ էիր տանում, աշխատում էիր, իսկ հիմա պատասխանատվության զգացողությունը տասնապատկվում է, որովհետև օտար հողում հայկական կոլեկտիվ, որ ունի պետական կարգավիճակ, պետք է ամեն անգամ ներկայանա ըստ արժանվույն։ Մենք շատ քրտնաջան ենք աշխատում, Մարինա ջան, դու դրանից լավ տեղյակ ես, բայց պարզվում է, որ էլի պետք է աշխատել, բնականաբար սերունդ ենք փոխում ամեն անգամ 4-5 տարին մեկ կամ 6-7 տարին մեկ, բայց իհարկե ամենակարևորը նա է, որ մենք տակից ունենք արդեն գալիս են մեր փոքրիկները, մեզ մոտ ընդունելությունը 4 տարեկանից գալիս են մեկ էլ հոп 16-18 տարեկան, աչքիդ առաջ մեծանում են։ Դուք ընտանիքներ, որոնց երեխաներն են արդեն այցելում եւ մասնակցում ու հաճախում հայորդիկ անսամբլ։ Իսկ ռուս ազգը ինչպես է, ինչ մոտեցում ունի, ինչպիսի արտահայտություններ եք լսել, հա, մեր ազգային ժողովրդական պարի վերաբերյալ։ Ուրեմն ասեմ, նախ մեծ հպարտություն զգացի, երբ այս կարգավիճակը հանձնելու օրը այդ մեծ միջոցառում էր կազմակերպված, բարձրաստիճան շատ հյուրեր կային եւ մոտ 370 կոլեկտիվներ, բայց նրանք ոչ պարային կոլեկտիվներ են, կար վոկալ ստուդիաներ, կային գործիքային ուրեմն ստուդիաներ, թատերական եւ պարային բնականաբար եւ միակ հայկական կոլեկտիվը, չգիտեմ, ես անդրադրանով հպարտանում եմ եւ երբ որ նրանք մեզ ինձ այդ պահին մենակ ես էի գնացել, որովհետեւ դահլիճը միայն ղեկավարների համար էր, այսպես
հաջորդ անգամ մենք ստացանք հրավեր մասնակցելու իրենց միջոցառմանը, իրենց կողմից կազմակերպված, որտեղ մասնակցում են ընդամենը 5 ընտրյալ կոլեկտիվներ, եւ երբ որ հնչեց մեր ուրեմն Սահարին, Արա Գևորգյանի արտաշատ գործը, որի տակ մենք Հայաստան ենք ապրում, Գագիկ Կարապետյանի բեմադրությունն է, առաջին Սահարից դահլիճը ես ուղղակի շրջվեցի նայել տեսնեմ դահլիճում հայեր կան, տեսա, որ 99% ռուսներեն անմիջապես ծափերի ալիքը գնաց, վերջում մալացի, ծափերով ու ողջույններով, ես կարծում եմ շատ այսպես անուշ խոսքեր լսել ենք, բայց երբ որ մեր գնահատականը, արտիստների գնահատականը լինում է ծափերով, այնտեղ արդեն բառերը էլ տեղ չունեն, ծափերը արդեն իրենցն ասում են, եւ դա օտար ազգի հանդիսատեսի կողմից։ Անսամբլը սկսել է իր գործունեությունը դեռևս 1998 թվականից Մոսկվայում, բայց այն ի սկզբանե պատմությունը դեռ ավելի վաղ է գնում 90-ականների սկիզբ, երբ հայորդիքը հիմնադրվեց Երևանում։ Մի քանի խոսքով այդ հրավերը ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կողմից եւ ձեր համագործակցությունը ու եկել հասել եք մեր օրեր, արդեն 30 տարուց ավել է փաստացիորեն հայորդիքը որ գոյություն ունի, այն ժամանակից սկսած, որքանով է փոխվել ազգային ժողովրդական բարի նկատմամբ հետաքրքրությունը, ցանկությունը մեր ազգի մեջ։ Բնականաբար ժամանակները փոխվում են, մենք դարաշրջան ենք փոխել, 20-րդ դարից եկել ենք, հասել ենք 21-րդ դար, բնականաբար փոխվում է, փոխվել են արժեքներ, այն ինչ որ մենք ունեինք 90-ականներին, հիմա չունենք, դա չի նշանակում լավ է կամ վատ է, դա լավի ու վատի մասին չի խոսքը, ուղղակի փոխվել է, ժամանակներն են փոխվել, մտածելակերպ, տեխնիկան առաջ է գնում, եւ այս ամենի մեջ կա մի ուրախացնող հանգամանք, որ սկսել ենք սիրել պարը։ Սիրել որտեղից է գալիս, գնահատել, ես վստահ եմ ծնողները ովքեր բերում են յուրաքանչյուր պարային կոլեկտիվ, տվյալ դեպքում եթե հայորդիքի մասին ենք խոսում, երբ իրենց բալիկներին բերում են, իրենք վստահ են, որ իրենց բալիկները այնտեղ կմեծանան հայ մտածելակերպով շրջապատված, որովհետև ուրախությամբ պետք է չասեմ, մի տեսակ հայոց լեզվի խնդիր է առաջանում խոսելու, մեր բալիկները հայոց լեզվով չեն խոսում, ժամանակներն են միգուցե այդպիսին, ոնց որ մենք խոսեցինք, շատ բան է փոխվում, արժեքներ են փոխվում, բայց լեզվի արժեք չի կարող լինել մեր մեծրոպատար հայոց լեզուն միշտ իր արժեքը պահել ու պահպանել, ուղղակի այսօր կրթօջախներն են այդպես եւ տեղափոխվելուց հետո բնականաբար ծնողները մտածում են, որ իրենց բալիկները պիտի ունենան ռուսական կրթություն, որպեսզի կարողանան այստեղ առաջ գնալ։ Բայց դա չի խրախուսվում այնքանով, որ չէ, ուրեմն միայն ռուսերեն, այլ հայերենը պետք է մոռանալ, ու ես շատ ուրախ եմ, որ մեր ընտանիքներում, մեր հայ ընտանիքներում կա այդ տենդենցիա, այդ ձգտումը, որպեսզի բալիկները անպայման խոսեն հայերեն։ Ես լեզվից սկսեցի, որովհետև եթե դու չես խոսում հայերեն, ինչպես ես ապրելու հայերեն։ Այդ հեյը ինչպես պետք է ասես, առաջի տառը խ պետք է դնես, թե ուղղակի ոնց որ ասում են, իսկ ոնց ասենք հայորդիկ, ռուսները ասում են, как выдох, հ, դուրս բերեք, իրանց մոտ մի քիչ խի նման է լինում, բայց ասում անգլերենով եկեք ասենք, հա, որտեղ որ կա h տառը։ Ռուսերեն խոսացող հայ բալիկը չի կարող են հայրենասերը լինել, թող ինձ ներեն բոլոր հայրենասերները, են բալիկները, են ուսանողները, երիտասարդները, ովքեր այստեղ են զբաղվում, իրենց գործունեությունը այստեղ են ձևավորում, ստեղծելով միություններ, միավորումներ, ամեն դեպքում իմ կոչը, որպեսզի այդ նույն միջոցառումների ժամանակ խոսեն հայերեն։ Ինչպես անել, որ պահպանել մեր ազգային ինքնությունը։ Ես գիտեմ, որ հայորդիկ անսամբլը հետագայում աճեց եւ դարձավ արդեն հայորդիկ մշակութային կենտրոն, որտեղ ոչ միայն պար է դասավանդվում, դրա մասին մի քանի խոսքով ու արդեն անցնենք առաջիկա կարևոր անելիքների մասին։ Սիրով Մարինա ջան, ուրեմն ես լեզվից իզուր չի, որ վերջին տարիները մի քիչ շատ եմ սկսել խոսել, հայոց լեզվի մասին է խոսքը, որովհետև երբ որ հայոց լեզվով դու սկսում ես լսել, խոսել, կարդալ,
Վահան Տերյան, Համոս Ահյան, Հովհաննես Թումանյանի հեքիաթներ, մտածելակերպ է փոխվում եւ վերջո բացում կարդում ես մեր էպոսը, մեր հայ էպոսը, որը ոչ թե Սասունցի Դավիթ է, այլ նա ունի 4 մասից բաղկացած Սասնա ծռերը, երբ որ դու սա կարդում ես, արդեն մտածելակերպ կփոխվի։ Բնականաբար մեզ մոտ այո, անցնում ենք հայոց լեզվի դասընթացներ, մեզ մոտ անցնում ենք երգի դասեր։ Ես միշտ բարձրաձայնում եմ, որ մեզ մոտի երգի դասերը դրանք մենք երգերն ենք սովորեցնում, մեր հայ երգերը։ Այսպես ենք աշխատում եւ բնականաբար անցնելով պարին, ազգագրական յուրաքանչյուր պար ունի իր մեկնաբանությունը, իր բացատրությունը, հենց այնպես շարժում չի կարող լինել։ Եվ երբ որ ոտքը զարկում ես գետնին, պիտի զարկես, ոչ թե ուղղակի sense ձև անես, դել չեմ ասում Յարխուշտայի մասին, որ ուղղակի պետքա հարվածել, եւ պարի պատմությունն էլ պատմելով արդեն բնականաբար սկսում ես մտածել, սկսում է հետարքրել, կանչում է արդեն հայրենիքը, մայր հայրենիքն է կանչում, ոչ թե այո, արյան կանչը, գենետիկ մեր տիեզերական հիշողությունը, որ առավել եւս սերմանված է հայ կնոջ մեջ։ Դա իմ խոսքերը չեն, դա ապացուցված է, դրա համար հայ կանանց անելիքը շատ է մեր գենետիկ տիեզերական հիշողությունը վերականգնելու առումով։ Առաջիկայում պատրաստվում է հոբելյանական 10-րդ հայորդիկ մրցույթ փառատոնը, միջազգային մրցույթ փառատոնը, ամսի 29-30 արդեն նշեցի, խոսենք դրա մասին, գիտեմ, որ դա շատ կարևոր մասն է ձեր գործունեության կազմում, խոսենք նաև ժյուրիի անդամներից, որովհետև դա առավել կարևոր մասերից է, այնտեղ շատ պատվավոր մարդիկ են, գիտեմ, որ դուք շատ կարևորում եք, թե ինչպիսի մարդ կգնահատի այս կամ այն կոլեկտիվին, խոսենք փառատոնից։ Խոսենք փառատոնից, ուրեմն 10-րդ անգամ ենք անցկացնում, առաջին 2 տարին 2012 թվականից սկսեցինք մենք անցկացնել, ուղղակի դրա պահանջը կար համատեղ գալահամերգ տարբերակով, փառատոն բոլորս մի բեմի վրա, Մոսկվայի խմբերը սկսել են շատանալ, դա տալիս էր ծանոթություն եւ ոչ միայն Մոսկվայի, այլ Սփյուռքի խմբերը, որովհետեւ այդ դեպի Սփյուռք ճանապարհը արդեն բացվել էր ցավոք, դրսում շատ խմբեր ստեղծվեցին եւ ծանոթանալու մի բեմի վրա լինելու, ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանի տարբեր քաղաքներում ստեղծված խմբերը միշտ ձգտում են Մոսկվա գալ, Մոսկվայում ելույթ ունենալ, ամեն դեպքում մայրաքաղաքը իր գործը անում է տվյալ դեպքում եւ առաջին 2 տարին եղավ ուղղակի համերաշխ, այսպես ասած, առանց մրցույթի հիմա էլ է համերաշխ բնականաբար։ Մենք ունեցանք 2 տարի այսպես սիրուն համով, սիրուն պուպուր փառատոններ, նրանից հետո խմբերի ղեկավարները իրենք այդ միտքը հուշեցին, իսկ միգուցե մենք մրցույթ անենք մրցակցելու առումով, բնականաբար ովքեր գալիս են մասնակցելու բոլորը արդեն հաղթած են, ես դա միշտ ասում եմ, բոլորը արդեն հաղթած են, որովհետև իրենք հայ պարով գալիս են, ու այդ բալիկները, որ իրենք արդեն օտար հողում պարում են մեր հայկականը, հագնում են հայ տարազ, աշխատում են, արդեն իրենք հաղթած են։ Իսկ այն գնահատականները, որ դրվում է, դա ուղղակի այդ պահին սիմվոլիկ, որպեսզի մի քիչ նաև հետաքրքրություն լինի, բոլոր մասնակից խմբերը դա հասկանում են, որ այնտեղ սթափ, եթե դա մրցակցություն է, սթափ փառատոն է, այսպես ասեմ, մրցույթ փառատոն է, որտեղ եթե մրցույթի ուրեմն ինչ որ մեկը պիտի հաղթի եւ պարտվող այնտեղ չկա, հաղթողը հայ պարն է։ Իսկ ինչու միջազգային, ես անպայման ուզում եմ սա բարձրաձայնել, միջազգային, որովհետև մեր փառատոններին արդեն մասնակցել են եւ նորից հրավիրում ենք մենք մասնակցելու ուրիշ ազգային համայնքների պարային խմբեր, ովքեր մեզ մոտ կպարեն, որ խմբերը, որ մեզ մոտ կպարեն հայկական։ Մենք դրա փորձը արդեն ունենք, մեզ մոտ եկել են հույները պարել են հայկական պար, մեզ մոտ եկել են ասորիներ պարել են հայկական պար, եւ իհարկե շքեղ ներկայացան ռուսները ներկայացան ռուսական խումբ Վասկրիսենսկ քաղաքից եկան 24 հոգով, բոլորը ռուսներ եւ իրենք պարեցին մեր որ պարը Բերտ եւ հրաշալի կատարեցին։ Այո, այդ ինչ տպավորություն թողեցին իրենք։ Իմ ձգտումը դա է, որ նաև ուրիշ ազգերը պարեն մեր հայկական առիթից օգտվելով Մարինա ջան, մենք
հայերի սիրտը միշտ բաց է, մենք բոլորին շատ հյուրընկալ ընդունում ենք եւ մեր հիմնական հարսանիքներին բացի հայկականից, հայկական բնականաբար հնչում է, ես պիտի խոսեմ վրացական բարերի մասին, որ ամեն անգամ պարտադիր վրացական քավլիցի, բայց ես կուզենայի նաեւ վրացական միջոցառումներին տեսնել, որ վրացիները բարում են հայկական, այո։ Բայց կարծես թե վերջերս արդեն այսպես շարժը կա, որ հայկականով են սկսում, հայկականն են պարում, մեր ազգայինն են պարում։ Շարժը կա, բայց դեռ էլի պետք է շարժել։ Պիտի աշխատել այդ ուղղությամբ։ Այո, դեռ էլի պիտի այդ շարժը բրդել, առաջ տանել, իսեր ասո, աշխարհի բոլոր պարերը, բայց մերից հետո։ Մերից հետո մենք մերը ունենանք, իսկ մեր գոհարները շատ են, ուղղակի շատ են։ Իսկ ինչը պետք անել դրա համար, որ արդեն գանք, մենք մաքրվենք, զտվենք եւ միայն ներկայացնենք առաջին հերթին, ինչպես ասացիք, մեր հայկականը, հետո էլի մնացյալ ազգերի պարերը ընտրենք։ Մարինա ջան, քարոզչությունը պետք է ճիշտ լինի, պետք է տեղին լինի, պետք է գրագետ մարդ անի այդ քարոզը, որովհետև նրանք ովքեր հարգանք բոլոր գոլեգաներին, հարգանք բոլոր նրանց ովքեր նվիրյալներ են, որովհետև ոչ ոք թող չմտածի, որ պարային խումբ պահել Մոսկվայում կամ Ռուսաստանում կամ ուղղակի ինչ որ միտեղ դա մի ամբողջ բիզնես է սանում։ Նրանք ովքեր բիզնեսի համար են, ուշ թե շուտ, այսպես երևում է, ցանկալի կլինի որ ծնողները ոչ թե նայեն լոկացիան, որտեղ է հարմար, շենքի տակ արմեն այնտեղ տանենք, չէ, հետարքրվեն, թե ուր են տանում, որովհետև մեր կյանքում միշտ էլ դասատուներն են կարևորը եղել։ Եվ դպրոցից սկսած, եթե սիրել ես, ասենք, մաթեմատիկայից ուսուցչուհուն, անկախ քեզանից մաթեմատիկա լավ ես սովորել։ Հիմա նույն ձևը, եթե քո բարի դասատուին ոչ թե սիրես իրան, որ ասենք ինքը շատ լավն է, այլ այն գրագետ լինելը, որ ինքը քեզ տալիս է ինֆորմացիա, բնականաբար դա երեխան չի հասկանա, դա պիտի ծնողը արդեն այսպես լավ ու վատ անի, համեմատի, կարդա եւ խմբի անցած ճանապարհը եւ ղեկավարի անցած ճանապարհը եւ կարծում եմ այստեղից երբ որ գնա ճիշտ քարոզչություն, երբ ամեն մարդ չդադարենք ասելուց, երբ ամեն մարդ զբաղվի իր գործով, բնականաբար այդպես էլ կլինի ու ես կարծում եմ վերջին մի քանի տարիներին, ես չեմ կարող չհիշել իմ լուսահոգի ընկերոջը Գագիկ Կինոսյանին, որ ճիշտ է ինքը ժամանակից շուտ հեռացավ կյանքից, բայց ինքը նաև արեց հսկայական աշխատանք ազգային պարը արտնացնելու, վերածնունդ ապրեցնելու եւ ամենակարևորը, որ ես ուզում եմ միշտ այսպես նշեմ, հայ տղաները սկսեցին պարել, հայկական պարել, հայ տղամարդու պարը Գագիկ Կինոսյանի շնորհիվ նորից արտնացավ։ Ինչքան էլ նվիրյալները շատ լինեն, գաղտնիք չէ, ես միշտ էլ ասել եմ հայրենիքը տղա է, աղջիկ չէ, բայց երբ որ խմբի առաջ կանգնած է տղամարդ եւ ինքն էլ օրինակ է ծառայում, նայում ես հիմա մի ամբողջ հայ տղամարդիկ երիտասարդներ պարում են, դրանից լավ քարոզչություն էլ ոնց կարող է լինել, այնպես որ վառ հիշատակ Կինոսյանին, ինքը մեծ գործ արեց, այ նմանատիպ մարդիկ, երբ որ կարողանան ճիշտ ներկայացնել ու փոխանցել, մենք մտածելու բան չենք ունենա, բնականաբար իր սաները հաստատ իրենց միջոցառումներին միայն հայկականի վրա կկենտրոնանան։ Տեսեք, յուրաքանչյուր մարդ անհատ իր տեղում անում է աշխատանք, բայց չեք կարծում, որ պետական մոտեցում ու միջամտություն եւ աջակցություն էլ է պետք, որպեսզի այդ ամենը միասին երկուսով անհատներ եւ պետություն վերեն զարգացնեն եւ հասցնեն ավելի բարձր մակարդակի վրա։ Խոսքը որ պետության մասին է խոսքը, պետական։ Մեր որովհետև տվյալ դեպքում մենք իրականության մասին օտար հողի վրա պետական աջակցություն ունեցանք այս կարգավիճակով։ Հայաստանից ինչ որ աջակցություն, եթե նյութականի մասին է խոսքը, ես կուզենայի այդ նյութականը Հայաստանի խմբերի վրա ավելի շատ ծախսվեր, իսկ դրսում չգիտեմ այս հարցին ինչպես ճիշտ պատասխանեմ, որ երբ որ մեր հեռուստատեսությամբ հնչում է ռաբիզ երաժշտություն, երբ որ մենք հարսանիքներին սկսում են պարել կամ պարում են, ասեմ ոչ հայկական, ուրիշ անուն չտամ, որովհետև չեմ ուզում, ոչ հայկականի տակ,
լադ կոչեցյալը, հա, կոմիտասը ինչով է առանձնանում, ինչով է զատվում, ինչով ենք մենք իրան այդքան մեծարում, բանահավաքներ շատ են եղել, երգահաններ շատ են եղել, բայց կոմիտասի մեծությունը, որ գիտականորեն ապացուցեց, որ հայ լադը ուրիշ է եւ մենք ունենք այդ լադը, իսկ ինչի մենք դա չենք օգտագործում եւ օտարամոլության են գնում, մեր հարսանիքներին այս պարերը, երբ որ կա այսպես ձեռք իրար բռնած պարեր, երբ որ ժողովուրդը դա արդեն անի, պետական առումով արդեն ինքը հովանավորված է։ Երբ որ պետական միջոցառումների նման խմբեր հրավիրեն, նշանակում է արդեն պետությունը մեծ հովանավորչություն է արել։ Իսկ եթե պետական միջոցառումներին հրավիրեն կամ պետական հովանու ներքո լինի ռաբիզ երաժշտության երգի, ուրեմն փառատոն, ուրեմն այդտեղ մի քիչ մտածելու կա։ Իսկ այսօրվա դրությամբ ձեզ գոհացնում է մեր ազգային ժողովրդական պարի մակարդակը, ինչի կարիք ունի, ինչի ձգտում ունի գրագետ մարդկանց, որովհետև հիմա շատ այսպես հասանելի է դարձել, խումբ բացել հիմա շատ հեշտ է դարձել, գնում ես մի խումբում պարում ես, մի 3-4 ամիս, անգամ տարի չեմ ասում, մի 3-4 ամիս կամ գնում ես Կասկադում բաց դասերին մասնակցում ես ու դու դառնում ես, չգիտես ինչի խմբի ղեկավար։ Սիրողական միգուցե տենց փոքրիկ ընկերական շրջապատում, բայց որ եթե դու պիտի լինես խմբի ղեկավար եւ նաեւ անցկացնես վարպետաց դասեր, դու ինչքանով ես քեզ վերավերցնում այդ պատասխանատվությունը, որովհետև կյանքում իզուր չի, որ դասատուները, ուսուցիչները ամենակարևորներն են։ Ինչպես դաստիարակեն, ինչպես սովորեցնեն, այդպես էլ կգնա։ Դրա համար ինձ չի բավարարում գրագետ մասնագետներ, մասնագետ ավելի ճիշտ լինի գրագետ, մասնագետները, նրանք ովքեր իրենց գործի տերն են, ոչ թե ինքնակոչ են, այլ ովքեր իրենք իրենց գործի եւ նվիրյալ են եւ որը չգիտեմ, միգուցե զբաղնել ասեմ, որ չեն վերածում բիզնեսի։ Մյուս կողմից, եթե դու նվիրյալ ես եւ միայն զբաղվում ես դրանով, նաեւ դու հացել ես ուտում, բնականաբար պիտի այնտեղից ինչ որ գումարել աշխատես, բայց դա էլ պիտի լինի իր շրջանակների մեջ բնականաբար։ Վերադառնալով փառատոնին, կուզենամ նշեք ինչպիսի ժյուրիի անդամները, ովքեր են, ինչ մարդիկ են, եթե կամ ինչ ասելիք ունեք, գուցե ինչ-որ մի բան կա, որ կցանկանայիք ասել փառատոնի հետ կապված։ Փառատոնի հետ կապված, ուրեմն սկսեցի, թե երբանից է սկսվել, մենք ամեն տարի չստացվեց անցկացնել, որովհետև ցավոք մեր պատմության ոչ հաջող էջեր մեզ հետ պահեցին։ Դա 2015 թվականին հայոց Եղեռնի ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով մենք այդ տարի բնականաբար չարեցինք, նրանից հետո ուրեմն կովիդը, հետո Չարաբաստի 44-օրյա պատերազմը, նրանից հետո Արցախի հանձնում, այդ ամեն ինչը անցկացնելու համար դու պիտի սիրտ ունենաս, պիտի հոգի ունենաս, հա պիտի չկոտրվենք, բայց այդ են տարիներ եղան, որ մենք ուղղակի չանցկացրեցինք, իսկ հիմա եկանք հասանք 10-րդին, քանակով 10-րդն է անում եւ մեր մրցույթ փառատոնի ամենակարևոր այսպես թագը ասեմ կամ չգիտեմ ինչպես ձևավորեմ, դա մեր հանձնաժողովն է, մեր ժյուրի կազմը, որին ես շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, ես շատ շնորհակալ եմ, որ դեռ չի եղել, որ հրաժարվեն չգան։ Նույն ինքը, ինչպես արդեն ասեցի, ազգագրագետ իմ լուսահոգի ընկեր Գագիկ Գինոսյանն էր միշտ նստած ժյուրիի կազմում, մեր աշխարհահռչակ Արա Գևորգյանը, որ այս տարի անպայման ինքը լինելու է, Ռոդիկ Բարսեղյանը, որ ինքը շատ մեծ ներդրում ունի բեմադրական, ժողբեմադրական պարարվեստի բնագավառում, Իգոր Մայիսեևի թոռնիկը, Վլադիմիր Մայիսեևը, որ նմանապես ուրեմն մեր ժյուրիում է, մոսկովյան խմբերի ղեկավարներին եմ այս տարի նաև հրավիրել, բայց այդ նույն ղեկավարները ունեն անցած ճանապարհ։ Իրենք բարեկամություն պարային համույթի մենակատարներից են բալետի, օպերայի եւ բալետի թատրոնի, Թաթուլ Ալթունյանի անվան երկու բարի պետական անսամբլի մենակատարներից,
Հարութը Դավթյան, Սամվել Ասատրյան, Գևորգ Քերշիշյան, Գավիթ մեր թատրոնի գլխավոր ռեժիսորը Համլետ Ղալեչյան, Տարազագետ, այս տարի Տարազագետ ենք հրավիրել, Տարազագետ, ազգագրագետ, մի հրաշալի երիտասարդ, ես վստահ եմ, որ նրան հաստատ գիտեն Մոսկվայում, մայր հայրենիքից, այո, Վահե Քոթանյանը, կարծես բոլորին հիշեցի, որովհետև բոլորը շատ մեծարգո են և շատ սիրված և ընդունված, ես ինքս ինչու եմ այդքան ուշադրություն դարձնում հանձնաժողովի կազմում, որովհետև չէ որ մենք էլ ենք անսամբլ, հայորդիկներ է անսամբլ, ինչ-որ մի տեղ որպեսզի գնա մրցույթի մասնակցի, պիտի առաջին հերթին իմանանք ով է մեզ գնահատելու, ինչքանով ենք մենք այդ մարդուն վստահում։ Շատ կարևոր փաստ է, այո։ Այո։ Ինչ կմաղթեք այսօրվա Սփյուռքում բնակվող մեր հայ երեխաներին, հայ բալիկներին, ովքեր արդեն պարում են, ովքեր դեռ չեն պարում, կամ ցանկություն ունեն միանալու պարարվեստին։ Մաղթան գծիկ խորուրդ երևի ասեմ, պարը խմբակային արվեստի միջոց է և պարի մեջ շատ դրսևորումներ կան, բացի նրանից, որ յուրաքանչյուր պարարվեստի, աշխարհահռչակ պարարվեստի յուրաքանչյուր բնագավառում, դա կլինի, չգիտեմ, պարահանդեսային պարերը, բալետը, որը հիմնականն է, բազան է կազմում, այնտեղ ձևավորվում է բալիկը և մարմնի կորդինացումով և մտածելակերպով և բնականաբար հիշողությամբ, որ այդքան ամեն ինչը պիտի հիշի և մկանային հիշողություն, և երաժշտություն, և ռիթմի հետ համահունչ լինել, իսկ հայկական պարերի հետ կապված հայկական պարային այդ մթնոլորտը անպայման պիտի անցնի հայ բալիկը դրսում, Սփյուռքում, ես անդադ խոսում եմ Սփյուռքում, որովհետև արդեն 27 տարի այստեղ եմ աշխատում, պիտի զգա, երբ որ դու զգում ես, երբ որ արյան կանչը արթնանում է զուռնայից, կոպալով դհոլից, հնարավոր չի այդ երեխուն արդեն հետ պայել, դրա համար յուրաքանչյուր խումբ մտնելուց, երբ որ կա այնտեղ ազգագրություն, այլ կերպ հնարավոր չի, և մեր բոլոր ժող բեմադրական պարերի հիմքը դա ազգագրական պարերն են, բոլոր խմբերը նրանք, ովքեր ժող բեմադրականով են զբաղվում, անպայման պետք է ուսումնասիրեն ազգային, մեր ազգագրական պարերը։ Եվ հենց այդտեղից էլ հայի դաստիարակությունն է, գեղագիտական դաստիարակությունն է, հայագիտական դաստիարակությունն է։ Այո, այսպես դառնում է մի ամբողջ համալիր, ազգագրությունից սկսած, դրա համար երբ որ պար սովորեցնելուց դու ասես ոչ թե ոտքդ հարվածի գետնին, դա գրական է հնչում, զարկ, ամուր զարկ, ծափտել, ծափտուր, խփի, արա, այսքան այդ մեջիցդ այդ հայրեն շատ լավ խոսք կա, միգուցե հայրեն չի, բայց սիրուն է հնչի, որ ասում ես հոգով պարի, ոնց որ բան չասես, բայց որ ասում ես ջիգյարով պարի, դա արդեն հենց մեր ազգագրությունն է առաջ բերում և այնտեղից էլ բնականաբար մեր գենետիկ տիեզերական քնած կամ արդեն վերածննդի ապրող մեր հիշողությունը արթնանում է։ Ես կասեի հավատ, վաղվա հանդեպ, բայց պետք է սկսել այսօրվանից։ Այո, ես ուղղակի ուզում եմ կոչ անել նաև մեր հետևողներին, Alpha News լրատվամիջոցի ունկնդիրներին, որ անպայման, եթե ցանկություն ունեք, ապա շտապեք 29-ին և 30-ին ապրիլ, որովհետև հրաշալի հայկական տոն է լինելու, անչափ գեղեցիկ, և վերջում այսպես որպես ամփոփում, ինչ է հայրենիքը ձեզ համար։ Հայրենիքը դա քո ներսում է, քո մեջն է, դա տենց հայրենիք մեր Հայաստան աշխարհը բնականաբար, բայց հայրենիքը ես միայն հիմա ինձ մայր հայրենիքի ապրողներ, ովքեր հիմա այնտեղ են բնակվում, կասեն Սփյուռքում այսպես են խոսում, հողակտորը լավ է, բայց երբ որ դու ներսումդ հայրենիք չես զգում, դու ուզում ես ապրի Աբովյան փողոցում Երևանի, դու մեջիցդ պիտի զգաս այդ հայրենիքը և քեզանից պիտի բուրի, դու պիտի դուրս բերես այդ հայրենիքը ու այնքան շատ երևի չէ, ասելիք չկա, բառերը վերջանում են այնտեղ, երբ սկսվում է արդեն հայրենիքի զգացումը, ուղղակի բառերը ավարտվում են, չի լինի ամփոփել, չեմ կարող Մարինա ջան։ Այդ դեպքում ինչ կմաղթեք
մեր հայրենակիցներին։ Կամ ինչ-որ խոսք, ինչ կցանկանեք։ Ես օրինակ շատ կուզեմ, որ մենք կրկին շատ հարգենք ու սիրենք միմյանց։ Ինձ դա շատ է պակասում վերջերս։ Սեր միշտ պետք է լինի, սերը կա ու միշտ պետք է լինի, նայած ով ինչ ձև է դա ընկալում։ Ես մեր հայրենակիցներին ուղղակի կուզենամ արժեքների վերականգնում կամ միգուցե նոր արժեքներ։ Մենք հիմա ինչ-որ մի ժամանակաշրջան ենք ապրում, ես ընդհանուր ժամանակաշրջանից եմ խոսում, բայց մենք լինելով հին ազգ, պատմության այդ անիվով, որ պտտվել ենք, անընդհատ ինչ-որ նույն դասերն ենք անցնում, բայց ոնց որ թե դաս չենք քաղում այդ մեր պատմությունից ոչ մի որ հաջորդ անգամ չկրկնենք դա, այդ նույն դասընթացից մենք մեր գիտելիքը չենք վերցնում։ Թողնում ենք դե լավ, դեն ժամանակ այդպես է եղել։ Դրա համար հիմա մենք ապրում ենք վերածննդի ժամանակաշրջան, ես այդպես եմ կարծում, այսինքն երբ որ քաղաքակրթությունը հիմա ավարտվում է եւ պիտի սկսվի ինչ որ նոր դարաշրջան, որովհետեւ մենք այլևս գիրք չենք կարդում։ Գրադարաններ չկան, մարդիկ չեն գնում գրադարաններ։ Բայց սա մեզ հայերից չի խանգարում, մենք երբեք գրադարանով չի որ հայ ենք եղել, մենք երբեք, չգիտեմ, օտարամոլությամբ զբաղվելով չի որ փորձել ենք մեզ պահել, որը հիմա ցավոք անում ենք, դրա համար ես խոսեցի ռաբից երաժշտության մասին, որ անդադ եմ խոսում։ Ուղղակի հայերից կոչ անելով, ոնց որ ես մեր համերգների վերջում եմ ասում, եկեք խոսենք աշխարհի բոլոր օտար լեզուներով մեր մեսրոպատար հայերենից հետո, երգենք աշխարհի ժողովուրդների երգերը մեր կոմիտասյան երգերից հետո եւ բարենք աշխարհի ժողովուրդների բարերը մեր Քոչարից ու Երխուշտայից հետո։ Հրաշալի, ես շնորհակալ եմ, մաղթում եմ ձեր առաջիկա անելիքներին հաջողություն, նորանոր ձեռքբերումներ, գեղեցիկ բեմադրություններ, լեփլեցուն դահլիճներ եւ լիքը ծափեր, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այսքանով ավարտվեց մեր մշակութային հանդիպումը, մնացեք Alpha News-ի հետ, ցտեսություն։